Աղոթենք։ Այո, փառավորյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, հարյալ Թագավոր, այսօր մինչ կհիշենք քո հարությունդ, գիտենք, որ ցանկի գոչում է, միայն բարձրապես հիշադակը չէ, այլ ամեն օրյա հաղթություն է ով Տեր, մահի, վախի, վտանգի, գասկածի, շփոթության թեմ։ Ով Տեր Հիսուս, հարյալ Թագավոր, կաղոթենք, որ այսօր ինչպես որ դու քո ներկայությամբ զորացիր քո կասկած վախկոտ աշակերտներդ այսօր քաս եւ զորացնես եկեղեցիդ քաս եւ զորացնես քո զավակներդ քո աշակերտներդ այսօր հոս այս ներկա գտնված աշակերտներդ ով դեր եւ մեզ բարգեւես քո սուրբ հոգիովդ հարության հոգիով հաղթություն ամեն վախի ամեն մեղքի ամեն դգարության վրա որ իսկապես հարություն ապրենք ամեն օր մեր կյանքի մեջ եւ փառավորենք քո սուրբ անունով ով Հայր Որդի եւ Սուրբ Հոգի Աստված ամեն Քրիստոս հարյավ մերելոց Քրիստոս հարյավ մերելոց Ամեն Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Եթե գնանք միասին ոտքի գնալի եւ դերոջ խոսքը ինչ կգարտանք միասին Ավետարան ըստ Հովանու 20-րդ գլուխ առաջին համարին սկսյալ դերոջ խոսքը գսե Եվ մեկ շաբթի օրը Մարիամ Մագդալանացին արդվանց թերչի լուսացած քերեզման գուքա Ուր գտեսնե, որ քարը քերեզմանին ծերնեն վերցված է։ Ետքը գվազե գուքա Սիմոն Պետրոսի եւ մույս աշակերտին զոր Հիսուս կսիրեր։ Եվ գսե անոնց. Դերը քերեզմանեն վերցուցին, ու չեն գիտեր, ուր թերին զանիգա։ Ուստի ելավ Պետրոս եւ մույս աշակերտը ու թեբի քերեզման գուքային։ Ու երկուքն ալ մեկ դեղ գվազեին։ Եվ մույս աշակերտը Պետրոսը ավելի շուտ վազելով անգե առաջ քերեզմանը եկավ։ Եվ ծերելով նայեցավ ու տեսավ որ գդավները հոն գգենային, բայց ինքը ներս չմտավ։ Սիմոն Պետրոսը հասավ, որ անոր յետևեն գուքար, ու քերեզման մտավ, եւ տեսավ գդավները, որոնք հոն գգենային։ Ու վաշամագը, որ անոր գլուխներ, սրբիչ գդավներուն հետ չէր, հապա զալած զատ մեկ գոմը ծրված էր։ Անադեն ներս մտավ մույս աշակերտն, որ առաջ քերեզման եկեր էր, տեսավ ու հավատաց, վասնզի թեր քրվածը չէին գիտեր։ Թե պետք է, որ անիգա մերելներեն հարություն առնե։ Ետքի աշակերտները նորեն իրենց դունկացին։ Բայց Մարիամ քերեզմանի դուրսը գայներ էր եւ գուլար։ Ու երբ գուլար թեբի քերեզման զրացավ նայելու։ Եվ տեսավ երկու հրեշտակներ ջերմակ հանդերձներով, որ նստեր էին, ուր Հիսուսի մարմինը ծրված էր։ Մեկը գլխուն գոմեն ու մյուսը ոտքին գոմեն։ Եվ անոնք իրենասին, ովքին Ինչու լաց Սավանոնց անոր համար որ իմ դերս քերեզմանեն վերցուցին ու չեմ գիտեր թե ուր թրին զանիգա
Սա էս որ ըսավ յետին դարձավ եւ դեսավ Հիսուսը որ գայներ էր ու չեր գիտեր թե Հիսուս է։ Հիսուս անոր ըսավ. Ով գին, ինչու գլաս, ով կփնդրես։ Ին կարծելով թե անիգա բարտիզմանն է, սավ անոր. Դեր, եթե ցուն վերցուցիր զանիգա, ըսե ինձի։ Ուր թրիր զայն, որովհետեւ ես զանիգա առնեմ։ Հիսուս սավ անոր. Մարիամ։ Անալ դարձավ ու անոր ըսավ. Ռափունի, որ վարդապետ ըսել է։ Հիսուսը սավ անոր. Ինձի մի տպչիր, վասնզի թեր հորս կով ելած չեմ։ Հապա քնա եղբայրներուս եւ ասե անոնց. Ես կելեմ իմ հորս կով եւ ցեր հորը կով եւ իմ աստուծույս կով ու ցեր աստուծուն կով։ Մարիամ Մագդալինացին եկավ ու աշակերտներուն պատմեց, թե ինքը դերը տեսավ եւ թե անիգա այս բաները իրեն զրուցեց։ Ամեն։ Հրամեցեք։ Դերոջ շնորհքով այսօրվա մեր պատկամի վերնակիրը բիդլա Քրիստոսի հարությունը, ճշմարտություն եւ կյանք։ Քրիստոսի հարությունը, ճշմարտություն եւ կյանք։ Այսօր ինչ գիշենք, գդոնենք մեր դերոջ Հիսուս Քրիստոսի հարությունը ինչ ցևով գասկնանք, ինչ ցևով գաբրինք այդ ճշմարտությունը։ Արդյոք իբր անցյալի թեփը որ իբր գրոնական հիշադակ գդոնենք կամ իբր աբակայի հույսը որ պիտի իրականանա վերջին Թադաստանին մեջ ինչպես որ եւ որ հավատամ կիմ Աստված կսենք խաչյալ թաղյալ երրորդահարուցյալ եւ ասենք կալոց են ովին մարմոն փարոքոր իթադել զգենտանիս եւ զմերիալս որո թակավորության ոչ կողջան իբր աբակայի հույս է մեզի համար կամ անցյալի թեփն է կամ այսօր մեր ներգային, մեր բարականերուն, մեր դժվարություններուն իրականությունն է, որ աստեցությունն ունի մեր յանքին մեջ։ Այո, Քրիստոսի հարությունը որևէ գաբակցություն ունի մեր վիճակին հետ։ Ինչպես Քրիստոսի հարությունը գուղ է մեզի իբր հավատացյալներ, ինչպես գոքն է մեզի իբր իր զավակները։ Ներգա դակնաբին, ցավին, գասկածին, շփոթության եւ իրարանցումի մեջ։ Դերոջ շնորհքով երեք կետերով պիտի սերտենք այս հարցումներով դերոջ խոսքեն։ Առաջինը Քրիստոսի հարությունը հաստատ ճշմարտություն է։ Շատեր կգարձեն թե մենք քրիստոնյաներս բարձավես որոշած ենք հնարել հարությունը եւ հավատալ առանց փաստերու։ Բայց ավետարան մեզ ցույց կտա դարբեր մոդեցում։ Եվ որ կգարտանք Հովանու ավետարան 20-րդ գլխում մեջ կտեսնենք 6-րդ համարի մեջ ինչպես Պետրոս քերեզման մտավ ան դեսավ գդավները հունարեն բնակրի մեջ այս բառը դեսավ բարձավես չի նշանակեր դեսնել այլ ուշաթիր թիդել քնել եւ բացատրություն փնտրել դրան բանական էր թե Պետրոսին թե Հովանեսին համար որ եթե քողերը մարմին կողցածը լայն ինչպես որ հետո հрьяաները եւ հռոմեացիները ուզեցին ասել Ինչու պիտի հանեին գդավները եւ եթե իրեն աշակերտները կողցածը լայն ինչու իրեն մարմինը մեր ցևով դառնային եւ անարգեին փաստը հոս գիտենք որ իսկապես Քրիստոս արություն արավ եւ այսօր եւ որ ավետարանեն դուրս նույնիսկ որ գարտանք բատմական քիքերու մեջ լահարիական հռոմեացի որ թեմ էին քրիստոնեություն գվգային որ քրիստոնյաները գավադան որ Քրիստոս հարություն արած էր նույնիսկ Աստծո խոսքի մեջ կտեսնենք Բոս Արաքյալը առաջին Կորինթացիս 15-րդ գլխում մեջ կսե որ դեր Հիսուս ավելի քան 500 հոգի միաժամանակ դեսնվեցավ մեր հարուցյալ դերը եթե մեկը գուզեր ստուքել այդ վգաները թեր ողջ էին այդ ցևով կոնե 12 քաղաքի մեջ դարածված էին այդ վգաները այո Քրիստոսի հարությունը հաստատ ճշմարտություն է որ միան գիտելիք մը չէ մեզի համար, այլ գմղե անձնական հանդիպումի եւ գարաշնորհի անպայման թեպի նոր կյանք։ Եվ երկրորդ կետը, որ պիտի տեսնենք միասին այսօր Քրիստոսի հարությունը իբր նոր կյանք։ Սիրելիներ, որ կգարտանք 11-րդեն մինչև 18-րդ գլուխները, կտեսնենք առաջին, ինչպես որ տեսանք Պետրոս ու Հովանեսին հետ կտեսնենք թե հարությունը դրամփանական է եւ հաստատ ճշմարտություն է, կտեսնենք Մարիամին հետ, Մարիամ Մագդալինացին հետ
հարությունը Աստծո շնորհքն է, որ գայտնվի իրեն իբր նախավգա, որ հրճագե դերոշ հարությունը եւ անձնական գոչում իրեն։ Ինչպես որ գիտեք սիրելներ, Մարիամ Մագդալինացին 7 թևերով մեղավոր մներ, որ դեր իրեն հանդիպեցավ եւ իրեն ազատ արձակեց եւ իրեն նոր կյանք բարգեւեց։ Այն ժամանակին, երբ գնոջ վկայություն թադարանի մեջ արժեք չուներ, Դեր Հիսուս իր շնորհքով գնախնդրե նախ գիներուն երևույթ։ Ինչպես որ մեղքը այնադեն օծը եւ այն միջոցով մեղքը մտավ, ոնց կտեսնենք որ հարությունը մահի հաղթությունը նորեն դերը կորցած է գինը Մարիամ Մագդալինացին, որ վկայ է, որ մահը վերջ կդավ, Քրիստոս հաղթահարեց մահը, Քրիստոս հաղթահարեց այդ անեծքը, որ մտած էր մարդկության։ Այս պատմականորեն այնքան անսպասելի էր այդ հրյա մտայնության համար։ Եվ աշակերտները գսեին, որ եթե իրենց գոմեն հնարված մամը լար հարությունը, երբեք գիները առաջին վգա պիտի չտնեին։ Բայց գիտենք, դերը ընդրեց եւ դերը բարձաբես իբր գիտերիկ չէր, այլ կյանքի փոփոխություն ըրավ Մարիամ Մագդալինացին կյանքի մեջ։ Այո, այս մթնոլորտին մերժված հոգեգան դակնավներ ունեցող անցմներ Մարիամ Մագդալինացին, բայց Տեր Հիսուս իրեն գսեր. Ես մարդիկը չեմ փրկեր եւ չեմ ընդրեր իրենց արժանինքներուն, իրենց կարողություններուն համեմատ, կամ իրենց թիրքին համար, այլ իմ շնորհքովս, իմ ընդրությունովս։ Տեր Հիսուս շարունակենք կտեսնենք, որ Տեր Հիսուս Մարիամին կմոտենա շատ մեղմորեն անունը գանչելով։ Մարիամը չջանցավ Հիսուս, մինչև որ ան իր անուն չդվավ, Մարիամ։ Այդ մեկ բառը բավարար էր, որովհետեւ Մարիամ գտնե իր իսկական ինքնությունը, գիտնա, որ ինքը Քրիստոսով ունեցավ այդ հիշե, այդ նոր կյանքը, որ ունեցավ Քրիստոսով։ Սիրելիներ, այս օրերուն, այս դժվար բարականերուն շատ անգամ մենք հաջող կփորձենք գտնել մեր կյանքի արժեքը, իմաստը, նպատակը։ Շատ անգամ կարծենք, որ ապահովությունը բարձավես ավելի լավ բարականերու մեջ է, կամ կարծենք ապահովությունը դուրս երկիրներ ժամփորդելու մեջ է, կամ կարծենք ապահովությունը բարձավես առողջ լալու մեջ է։ Սիրելիներ, այդ բոլորը գուդան գրնալ ժամանակավոր ապահովություն, բայց եթե կփնտրենք հավիտենական մշտական ապահովություն միմիան մեր փառավորյալ Քրիստոսի մեջ է։ Խոսքը տեսնենք ինչպես Մարիամ Մագդալինացին եւ որ դիեզերքի արարիչը իրեն անունով իրեն գանչե, ինքը գտնե իր կյանքին իսկական հիմքը։ Քրիստոսի հարությունը գբարգեւե ամեն իր զավակներուն, հետևորդներուն, ոչ թե միայն մտքի հաստատ ճշմարտություն, այլ իր կթած ողորմած սրտով անսահման շնորհք եւ իր անձնական հանդիպումով որ ունենա ամեն անհատի հետ կստանանք մեր արժեքը եւ կյանքի իմաստը։ Երրորդ կետը, որ ավելի ուզեմ գետրոնալ իր վրա, ինչպես Քրիստոսի հարությունը աստեցություն ունի մեր կյանքին մեջ։ Այո, ինչպես որ ասենք, հարությունը արդյոք պատմական թեփք մնե, աբակայի հույս մնե, կամ ներկա իրականություն։ Եթե հարությունը բարձրապես փառմն է, որ գերքենք մեր երկերուն ու շարականներուն մեջ, կգործընծնենք քրիստոնեական հավատքի էությունը եւ հիմքը։ Գիտեք սիրելիներ, մենք վարժված ենք ամեն Սուրբ Արորթյան, ասենք միասին Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Այս պետքություն ունենք օրերու ընթացքին, գիտեք, բարերը ժամանակի ընթացքին գործընծնեն իրենց օրությունը։ Եթե միասին ետ շիվերակտնենք անոնց իրական իմաստը, բարձավես չենք կրնար ապրիլ հարություն ինչպես որ դերը ուզե որ ապրինք։ Եվ որ միասին բիդոկնե մեզի Հովանու 11-ին թարնալը։ Գիշեք Ղազարոսի մահենի հետ այդ հանդիպումը եղավ Տեր Հիսուսի եւ Մարթայի միջև։ Եվ Տեր Հիսուս բարձավես իրեն հարցուց Մարթային եւ ասավ.
Մարթա Հիսուս սավանոր քու եղբայրը հարություն մի դառնե Մարթա սավանոր գիտեմ որ հարության ժամանակը վերջին օրը հարություն մի դառնե Ինչպես որ դեսնեք հոս Մարթային համար հարությունը ինչ էր Աբակայի թեփ մներ որ այսօր շատերը հարությունը նույն ցևով կդեսնեն դեսեն որ օրմորանց դերևիկա եւ այդ վերջին օրը հարություն մի դելա եւ այդ ցևով կսպասենք Սակայն եթե հարությունը միան անցյալի հիշադակ է, ինչպես որ մենք այսօր շատեր այդ ցևով կտեսնեն, որ կդոնեն կամ աբակայի սպասում, մենք գործընթաց պիտի ելանք մեր հավատքին ուժը։ Այսօր շատ քրիստոնյաներ, շատ հավատացյալներ, այո, գիտեն իրենց մտքերով հարությունը, բայց չեն գտնար ապրիլ հարության ուժը իրենց կյանքերում մեջ, որ բարձավես գիտելիք դարձած է։ Դեր Հիսուսի պատասխանը գշեշտե, որ հարությունը պամն է, որ պետք է հիմա ապրինք։ Ղազարոսի մահետին հետ Մարթան, որ Հիսուսին հարցուց գիտեմ, թե վերջին օրվան հարության ժամանակ եղբայրս հարություն մի դառնե, Մարթան ճիշտ գիտելիք ուներ, ինչպես որ այսօր շատ հավատացյալներ, շատ քրիստոնյաներ ունին այդ մեկը։ Բայց այդ գիտելիքը իրեն մխիթարություն չէր դար։ Այսօր բարձավես միան գիտնալը, որ Դեր Հիսուս Քրիստոս հարյավի մերելոց օրտնյալի հարություն Քրիստոսի այս մեկը գտնելը եթե միան մեր մտքերով, մեր շրթերով կգտնենք կոր, այս մեկը մեզի մխիթարություն չի գնար դալ։ Մեզի զորություն, ուժ չի գնար դալ։ Որովհետև հարությունը գտեսներ, ինչպես որ շատեր այսօր գտեսնեն, իբր հերավոր, հույսի ավակը։ Հիսուս գցնցե իրեն եւ գսե Ես եմ հարությունը եւ կյանքը։ Դեր Հիսուս չսավ ես հարություն մի դիտամ, այլ ասավ ես եմ։ Այսինքն հարությունը ժամանակ կամ թվական չէ, այլ անցմն է։ Մեր հարյալ թագավորը այո հարություն արավ, բայց ինքն է հարությունը։ Ինքն է, որ մենք պետքություն ունենք իրեն։ Եթե Քրիստոս քու մեջ է եղբայրս եւ քույրս, ուրեմն հարությունը արդեն իսկ ներկա է քու կյանքիդ մեջ։ Ամեն։ Ալելույա, գրնանք սել։ Ալելույա։ Մենք պետք չունենք սպասելու նոր թարաշրջանիմը, որ աբակային մի ըլլա, որբեսի հաղթենք մահվան, որովհետև հարությունը արդեն եկած է աշխարհ Հիսուսի միջոցով։ Սիրելիներ, հոս կտեսնենք երկու մոդեցում, Մարթայի սահմանապահումը, որ հարությունը փանդարգված է վերջին օրվան մեջ, բայց աստվածային մոդեցումը հարությունը չի պատասխանվիր, երբ պատասխանով, այլ ով է պատասխանով, որով հարությունը անց է, հարությունը անց է, Դեր Հիսուս Քրիստոսն է հարությունը, հալելույա, ցավոք սրդի, շատ մը հավատացյալներ, քրիստոնյաներ, Մարթայի նման հարությունը իբր աբակա գտեսնեն, եւ այդ բանով չեն բավարարվիր, այլ գփաժնեն Քրիստոսի անձը իր բարգեված շնորհներեն։ Ինչս էլ ուզենք հոս։ Շատ անգամ մենք իբր մարդ արարած կմոդենանք դերոշմեն նույնիսկ իբր հավատացյալներ, կմոդենանք այդ մտայնությամբ, Տեր ինձի դուր։ Ես մեղավոր եմ, ինձի դուր փրկություն։ Ես մեղավոր եմ, ինձի դուր ապահովություն։ Ես մեղավոր եմ, ինձի դուր քուտակավորությունդ, արքայությունդ։ Բայց դերոջ մոդեցումը պետք է չլա միան դուր մոդեցումը։ Ինքը դուր եւ եգուր պետք է լա, երկուքը միասին։ Ինչպես։ Սիրելիներ, անցմը ասավ, որ գիտեք սուրքիկ սերողներն գսե, որ փրկությունը ինքը աթամանտ մնե, երեք կողմանի աթամանտ։ Այս երեք կողմանի աթամանտը միասին Քրիստոս խաչին վրա որ մերավ եւ հարություն արավ մեզի բարգեւեց իբր իր ժողովուրդը, իբր իր եկեղեցին այս փրկությունը։ Ինչ են այս աթամանտի երեք կողմերը։ Գսե առաջին արդարությունը։ Քրիստոս երբ որ գտնունենք իբր Դեր եւ Փրկիչ, մենք արդարացած ենք, ինչպես Հռոմեացիս 5-ի մեջ գսե։ Ինչպես Եփեսացիս 2-ի մեջ գսե, շնորհքով մենք փրկված ենք։ Մեր գործերով չէ, այլ Աստծո շնորհքն է, այսինքն այլևս Աստված
ներած է մեր բոլոր մեղքերը Քրիստոսով։ Մենք արդար ենք Քրիստոսով։ Ոչ թե որով մեր կարողություններով, մենք մեր ժիքերով, մարդկային կարողություններով, ոչ, իր ողորմությունով, իր շնորհքով։ Երկրորդ կողմը աթամանտին ինքը սրբությունն է։ Ինչպես որ Բոսարակյալ գսե Փիլիպպեցիս 2-րդ գլխում 13-րդ համարի մեջ գսե ծեր կորձեցեք ծեր փրկությունը թողով։ Այսինքն փրկությունը միայն անցյալի բանը չէ որ դերը մեզի տվավ, այլ փրկությունը ինքը զորություն մնե դերը իր ներկայությամբ մեզ մե գսպասի որ իրեն հանցնվինք։ Իրեն ասենք ով դեր թուն որ դվիր քու փրկությունը տնձի եգուր շարունակի կորձդ ինգյանքիս մեջ։ Ցավալի, որ շատ հավատացյալներ գնան առաջին գետինքով եւ գարձեն բարձավես ես քրիստոնեայի կյանքը բարձավես ինչպես որ մարդիկ Եվրոպա, Ամերիկա վիզա գարնեն, ես վիզա մարի, որտեւի երկինք երթամ։ Ոչ։ Արդարացումը Քրիստոսով հոն է սկիզբը, փրկության, բայց հոն չի գնար։ Սրբության կյանք մգա սիրելներ, որ պետք է ապրենք։ Սրբության գոչ մգա, որ գոչված ենք Քրիստոսի ներկայությամբ։ Առաջին տեսակ հավատացյալները Քրիստոս հարությունը դեսնեն իբր աբակայի տեպը, որ եւ որ միտիկա մենք որով վիզա արածենք, որով մենք աուտած ենք, մեր կյանքը անցնածենք եւ մեր ուզած կյանքը գաբրենք առանց Քրիստոսի։ Քրիստոս բարձավես, մեզի բերգություն տվավ եւ երթանք մեր կյանքը գաբրենք առանց Քրիստոսի։ Բայց երկրորդ տեսակի հավատացյալները, որ բերգությունը գիտեն ինքը կյանքի ընթացք է։ Այո, մենք Քրիստոսով արդարացած ենք։ Ամեն, վերջագետ։ Բայց հոն չի գնար։ Ինքը կյանքի ընթացք է։ Եթե Քրիստոս մեր մեջն է, ինքն է հարությունը եւ կյանքը, կսե անոր ինձի հավատա, ցեվեդե, պիտի մերնի պիտի ապրի։ Իսկ անոր ողջ է ինձի հավատա, երբեք պիտի չի մերնի։ Սիրելներ, երրորդ կետը ինքը փառավորվելն է, որ կսե անոր համբերե պիտի փրկվի, այսինքն պիտի միանանք Տերոջ վերջին օրը եւ իրեն հետ պիտի ելանք։ Թույլ տվեք ցերետ բաժնեցիմ անանք օրինակը կյանքի օրինակը անցյալ պատկամները մեկում մեջ հիշեցի ինչպես Տերը կորզածեց իմ հայրս որ իրեն թարնամ եւ դարիներուն ընթացքին աղոթած էր վգայած էր իր կյանքով եւ այդ փոփոխությունով որ իր կյանքի մեջ ավ եւ որ գաութեի եւ պատրաստեի այս պատկամը անանք խոսակցություն հիշեցի որ մեր մեջ կդառնար կամ գատնը խոսակցություններ եւ որ ոյվե նույն մեհեդը խոսեի գսե ասո խոսքը անանք գսե գսեմ բաբ ես քեզ փամ գսեմ աչեն տուն ցախեն գվադասխանես ասո խոսքը անանք գսե չի գնար ընդունել շատ անգամ իրեն ասածը որով Դագավին Քրիստոս իմ աչքերս չեր բացած, Դագավին Քրիստոս իր կորձը չեր ըրած, վստահ որ ինքը գուզենել ամեն անհատի, ամեն մարդու մեջ։ Բայց գիշեմ, որ հավատքի մերժելս երկու պատճառ ուներ այնադեմ։ Առաջինը չի գրնար ըմբռնել եւ ասի ինձ համար շատ դժվար էր, որ ինչպես մարդիկ այդքան լուրջ օրեն նվիրված էին Տերոջ։ Գզարմանայի հայրս, որ անցներ, գրնալալ միջև ուշ ժամանակ գնստեր եւ որ աշխարհային էր, գխմեր, գնստեր, կինովնար, կտեսնեմ իրեն ժամ 5-ին արթուն ձունգի եկած գաղութ էր։ Ինքը եւ իրեն պես շատ եղբայրներ եւ քույրեր իրենց կյանքը վկայություն էր ինձ համար։ Նույնիսկ եթե ես մեջես կմերժեի իրենց հավատքը։ Եվ շատ անգամ իրենց կսեի խելքերնին փամը գա։ Բայց նույնադեն երկրորդ բաժար մգար որ գարքիլեր ինձ հավատքը ընդունելը եւ կարծեմ շատերու այսօր գարքիլ են նույն բանը եւ որ գտեսնեի անցեր որ շատ անուշ խոսքեր գխոսեին Քրիստոսի մասին բայց իրենց կյանքը ոչ թե դգարություն գա որով բոլորս ալ դգարություն ունենք ինձ մեզ սկսյալ բայց բոլորովին հագարակ կյանք մգաբրեին դսեի մեղքեն ասոնց եթե ասու համար բիդաբրին Լման թողաբրին, եթե աշխարի բիդաբրին թողերտան լման աշխարի գաբրին, բայց ոտ մոս, զարմանալի է, չեմ սիրելներ, զարմանալի է,
Զարմանալի է։ Եվ զարմանալի է ավելի ցավալի է։ Ցավալի է։ Ցավալի է, որ մենք դարիներով 10 տարի, 20 տարի, 30 տարի հավատքի մեջ կլանք, բայց հարության զորությունը չենք կրնար ապրիլ, որով հարյալ Քրիստոս չի իշխեր, չի դիրեր մեր սրտերում, մեր կյանքերում վրա։ Ահոտ կսե, որ բոլորս առաջին տեսակ հավատացյալներ ենք, որ մարդիկ մեր կյանքը տեսնելով զարմանան եւ ասեն, ինչպես այս մարդիկ նվիրված են Աստծո։ Ինչու։ Վստահ շատ բաներ պիտի ասեն, Աստված գիտե ինչ շահեր ունեն։ Մեր միակ շահն է դերն է, եւ ոչ թե իր նվերները, դերը, դերոջ անձը, դերոջ գեղեցկությունը, դերոջ սրբությունը, դերոջ փառքը։ Շարունակենք։ Այո, հարություն աստեցություն ունի մեր կյանքերուն վրա։ Շատեր կգործեն, թե մեր միներուն հարությունը բարձավես հույս մնե, որ գրնալ չլա աբակային։ Բայց եթե Քրիստոսի հարությունը բազմական եւ բացարձակ ճշմարտություն է, ապա մեր հարությունը անխուսափելի, անպայման եղող արդյունքն է։ Բոս արքյալ գկրե Հռոմեացիս 8-րդ գլխուն 11-րդ համարի մեջ կսե, եթե Հիսուս մերելներեն հարուցանող հոգին ցեր մեջ կբնայի, ան պիտի գենթանացնե նաև ցեր մագանացու մարմինները։ Սիրելիներ, այս բանը պիտի չի իրականանա աբակային, այլ այսօր ներկայիս մեր դգարությունները, մեր մեղքերը, մեր ամեն ընկճված վիճակը, եւ որով Քրիստոս մեր մեջ կփնայի, Սուրբ Հոգին մեր մեջ կփնայի։ Հարության օրհնությունները մեկը այս է, որ Քրիստոսի հետ միացած ապրենք իր կյանքը։ Ինչպես որ գսենք, մգրդությունով մենք իր հետ կմիանանք իր մահով եւ հարությամբ բարձավես միան մահով չենք միանալ Քրիստոսի հետ։ Այո, մենք կմեռնենք մեղքեն, բայց հարություն կառնենք, որ Քրիստոսի կյանքը ապրենք, նոր կյանքը ապրենք, նոր թագավորության մասնակցենք։ Այսինքն, եթե Սուրբ Հոգին մեր մեջն է, մեր մարմին հարությունը այլևս սպասումը չէ, այլ վստահություն է։ Մեր մարմինը գահանք չի, եւ որ դերը գամի եւ ուզե քերեզմանի մեջ, ոչ թե գասկածով, այլ հաղթական ապահովությամբ։ Հարությունը միան գլխու գիտելիք չէ, սիրելիներ, այլ կյանքի փորձառություն։ Եթե չաբրենք հարությունը հիմա չենք կրնար ապրիլ Աստծո գամքին համաձայն սուրբ կյանքը։ Գողոսացիս 3-րդ գլխու մեջ գսե, եթե Քրիստոսի հետ հարություն արիք, եւ աղոտ կսե, որ բոլորս Քրիստոսի միացած այդ հարությունը արածը լանք, վերին բաները փնտրեցեք։ Այո, սիրելիներ, այսօր մարդիկ նույնիսկ գնալ շատեր մեզ մե գտժվարանան մեղքեն հերանալ, որովհետև գգարձեն, թե այս աշխարհին կպատկանին։ Բայց երբ մենք գիտակցենք, որ արդեն հարություն արած են Քրիստոսի հետ, մեր հետաքրքրությունը երկրային մեղքերու հանդեպ կմարի։ Այսօր դեր կգոչե մեզի, որ հոգևոր մանուկներ չմնանք, այլ ըլանք պատասխանատու հավատացյալներ, ըլանք նվիրված աշակերտներ Քրիստոսի։ Շատ անգամ երգենք Քրիստոսի մեջ շարագանը։ Հիշենք, այս շարագանը ինքը հարության կյանքն է։ Մենք միշտ Քրիստոսի մեջ ենք։ Եվ որ միասին հոս դերը կբաշխենք, մենք Քրիստոսի մեջ ենք։ Եվ որ մենք Քրիստոս ընդունեցինք, մենք Քրիստոսի մեջ ենք եւ ինքը մեր մեջ։ Ինչպես որ դերոջ խոսքը գսե, 2-րդ Կորինթացիս 5-րդ գլխում մեջ գսե, անոր Քրիստոսի մեջ է, այն նոր ստեղծագործություն է, նոր ստեղծված մն է։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Շարունակե եւ գսե, Աստված էր, որ Քրիստոսով աշխարհս իրեն հետ հաշտեցուց եւ անոնց հանցանքները իրենց ներեց ու մեզի վստահեցավ հաշտության պատկամը։ Ուրեմն Քրիստոսին գոմանե թե սպանություն գնենք, որպես թե Աստված ինք մեր միջոցով գոչ կուղե։ Մենք կաղաչենք ցեզի Քրիստոսին գոմեն, հաշտվեցեք Աստծո հետ։ Սիրելիներ, հարությունը
Այո, ինքը պատմական թեփ ունի ճշմարտությունն է որ եղավ, ինքը աբակայի հույս մնե մեզի, սակայն ինքը ներգայի իրականությունն է, որ մենք կոչված ենք ապրելու։ Ինչպես կաստե մեր վրան։ Կաստե մեր վրան այդ մեկով, այդ ցևով, որ այս պատերազմի եւ դժվար օրերուն Ետ հիշենք ուրեմն առաջնահերթությունը։ Հիշենք մենք որու պատկանենք։ Հիշենք եւ գիտակցենք, որ ինչպես հին աթամով մեղքը մտավ, Քրիստոս նոր աթամը կյանք բարգեւեց մեզի։ Եվ այդ կյանքը գրնանք ունենալ միան իրեն հետ միանալով, միան հարադև ցևով, այդ նվիրումով իրեն։ Ինչպես որ աթամի Առաջին աթամի միջոցով եկավ մեղքը եւ մահը, նոր աթամի միջոցով եկավ փրկությունը եւ կյանքը։ Մենք հարության որդիներն ենք, մենք այլևս չենք կրնար մերնիլ հոգեբես, որովհետեւ մեր կյանքը կապված է հարության աղբյուրին հետ, Հիսուս Քրիստոսին։ Այսօր գաղութեմ, որ բոլորսալ ապրինք այդ գիտակցությունը։ Բոլորսալ գիտագից լանք այս ճշմարտության։ Այսօր գաղութեմ, որ թույլ չտանք այս աշխարհին գործընծնե մեր գոչումը։ Եվ որ շարունակենք Եփեսացիս երկրորդ գլխում մեջ որ գսենք մենք շնորհքով բրգված ենք կշարունա եւ գսե Աստված սկիզբեն որոշած էր եւ գոչած է մեզի որ բարի կորձեր ապրենք ունենանք։ Ինչ են այդ բարի կորձերը։ Այսինքն այդ գոչումն է սրբության գոչումը, բդղապեր ըլլալու գոչումը։ Եվ որ Քրիստոսի այսօր գմոդենանք հարյալ Քրիստոսին, չմոդենանք միան այդ մոդեցումով, ով դեր ինձի դուր, այլ լսենք իր մեկը որ եկուր յետևես, հետևիր ինձի։ Եղբայրս եւ քույրս, եթե մենք իբր Քրիստոսի հետևորդներ, իբր Քրիստոսի աշակերտներ այսօր հուսահատ կաբրինք եւ չենք կնար հարության զորությունը ապրիլ, ինչպես կրնանք փոխանցել այս հուսահատ աշխարհին Քրիստոսի հարությունը։ Քրիստոսի հարությունը ճշմարտությունն է եւ կյանք։ Քրիստոսի հարությունը ճշմարտությունն է եւ կյանք։ Եվ որ ինչպես որ գսենք Քրիստոսի մեր մեջ հայտնեցավ փորձեցի աշխարհապարի թարգմանել, որով շատ անգամ մենք կգտնենք, ինչպես որ ասենք, շատ անգամ բարեր գսենք, բայց պետքություն գետ գտնելու ինչ են իմաստները։ Շատ դարբեր մոդեցում ունեցավ։ Ասե Քրիստոսի մեջ Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ։ Աստված, որ հավիտենական էակն է, հոս մեր մեջ բազմեցավ։ Խաղաղության ցայնը հնչեց եւ սուրբ ողջույնի դալու հրամանը տվավ։ Եկեղեցին մեկ անձ եւ մեկ մարմին դարձավ։ Սուրբ համբույրը միության գաբը ամբողջացուց։ Տշնամությունը հեռացավ, սերը ամենուն վրա դարածվեցավ։ Հիմա Քրիստոսի աշակերտներ, ցայն բարձրացեք, ձեր սրտերը իրեն նվիրեցեք, մեկ բերանով օրհնություն տվեք եւ միացեք սերովպեներուն հետ, հրեշտակներուն հետ, երգելով իրեն փառքը։ Սիրելիներ, այսօր այս շարականը թող լամեր կյանքի ընթացքը։ Հիշենք, որ այս պատերազմի դակնաբի օրերուն Քրիստոսի ներկայությունն է մեր մեջ, մեր հետ, որ մեզ ապահովություն կտա։ Հիշենք, որ մեր միությունը միասին մեզ աջակցություն կտա, որ շարունակենք։ Դարձյալ Եփեսացիս, որ գգարտանք Եփեսացիս 6-ի մեջ, գիտեք, Բոս Արաքյալ գսե, որ մենք պատերազմի մեջ ենք իբր Քրիստոսի զինվորներ եւ պետքություն ունենք առնելու Աստծո սպառազինությունը։ Գիտեք, հadouk գեդերեն մեկներ Հռոմեացի զինվորին, որ իր գրնագը բաց էր։ Ինչու? Որով ուրիշ զինվորը իր գրնագը կպահպաներ։ Այսօր ընդրությունը չէ, եթե ես պիտի միանամ եւ սիրեմ եղբորս, քրոջս կամ ոչ, այլ ինքը բադվիրան մնե եւ բահանջք մնե։ Մանավանդ այս դժվար օրերում։ Գնալ ասեք
Ես լավ եմ բոլորին հետ, շատ լավ։ Այսօր գաղութեմ, որ Քրիստոսի հարությունը ավելիով մեզի միացնե իրար, ավելիով մոդեցնե մեզի իրար։ Նախ իբր հավատացյալներ եւ հավա իդ հիշենք, մենք թեր ունենք սիրելներ, մենք տեսպաններ ենք, ոչ թե ժամանակավոր աշխարհային երկիրներու, այլ Աստծո ցակավորության տեսպաններն ենք։ Այս իրականություն միան գրնանք վգայել, որ մենք ապրենք եւ ունենանք այդ իմաստալից կյանքը։ Եվ որ Քրիստոս իսկապես իր մեջ կգենանք միշտ մեր կորձին, մեր դունին, մեր համալսարանին, ուր որը լանք։ Այո, Քրիստոսի մեջ ունենք մենք հաշտություն Հոր Աստծո հետ եւ ունենք հաշտություն մեր շուրջներուն հետ։ Չյուրին չէ սիրելներ, այսօրվա եղածը Լիբանանի մեջ մանավանդ այդ հարավ մասը։ Այսօր շատ օդարականներ, շատ քաղցողներ գլագոր։ Ինչպես պետք է արդյոք մեր մոդեցումը իբր քրիստոնյաներ։ Մենք եսը մտածենք, մեր եսը մտածենք եւ ասենք գլխուցավ կբերենք որ մեզի, այլ մեր դերոջ նմանենք, որ մեր մեջ կփնագի։ Եվ ասենք ով դեր ցուն ասոնց համարալ մերար, եւ քուբրգուն իրենց պետք է ասնի։ Եվ մեր թերն է որ վգայենք, ծարայենք եւ քուսերդ պաշնեցինք իրենց հետ։ Սիրելներ, ժամանակը չի ներեր, բայց շատ կյանքի վգայություններ կան, որ ամենավատ թշնամիները, ամենամոտ բարեկամներ դարձան, ոչ թե երկար քարոզներով եւ պատկամներով, այլ սիրո կյանքով, ծառայության կյանքով։ Այսօր մենք գոչված ենք, որ հարությունը ապրենք եւ հարության աստեցությունը դեսնենք մեր դուներուն, մեր շրջանակներուն եւ մեր երկիներուն մեջ։ Ոչ թե որով մենք կարողություն ունենք, ոչ, որով Քրիստոս մեր մեջ կապրի։ Ամեն։ Գրնանք ասել միասին, Քրիստոս իմ մեջս կապրի։ Քրիստոս թակավոր իմ մեջս կապրի։ Ինքն է իմ դերս։ Ինքն է իմ թակավորս։ Ես իրեն համար կապրիմ։ Եվ պիտի ապրիմ։ Եվ պիտի վգայեմ։ Իր Սուրբ Հոգին զորությամբ։ Ամեն։ Աղոթենք միասին։ Երկնավոր Հայր, այո, այսօր բոլորս միասին առջևդ կուքանքով դեր, խոստվանիմով դեր, անարժանես սկսյալ, բոլորս հողե դգար անոթներ ենք, վիրավորված, գործված, կոդրված, Մարիամին, Մարթամին, Պետրոսին, Հովանեսին նման, դակնավի վախի շփոթության իրար անցումի մեջ, սակայն գիտենք եւ գհավատանք, որ հարյալ Քրիստոս, հարյալ Թագավորը մեր մեջ կփնայի։ Ինքը ընդրեց իր շնորհքով կա եւ ընդրե ոչ թե այս աշխարհի իմաստունները եւ զորավորները, այլ այս աշխարհի դգարները, անարգվածները, որ մեզի դա արժեք, մեզի դա կյանք, մեզի դա կյանք, իմաստալից կյանք։ Ով դեր այսօր գաղութեմ, որ բարձավես քո հարությունդ անցյալ հիշադակը չլա անցյալ են, գամ աբակայի հույսմը միմիայն։ Այո, ինքը ճշմարտությունն է, որ անցյալին եղավ, եւ ինքը հույսմն է, որ գավադանք պիտի ըլլա, բայց այսօրվա համար ինքը ներկա իրականությունն է, որ մենք կոչված ենք ապրելու ով դեր։ Այո, ով դեր, այս սրբության ժանաբարը, այս նոր կյանքը, այս նոր ստեղծագործությունը, որ ցուն իր հարությունով ով դեր, այս նոր մարդկությունը, որով ցուն ես նոր աթամը, այս նոր մարդկությունը, որ քո խոսքդ եկեղեցի կգոչե։ Սուրբ, նվիրված, ընդրյալ ժողովուրդ քեզի ով դեր։ Դու որ իսկապես ապրենք մեր թերը։ Ով դեր, շնորհակալ ենք, որով հարությունով մենք արդարություն ունեցանք մեր անցյալի մեղքերեն, սակայն հարությունով մենք սրբություն ունեցանք, այս մեղքի ուժը գդրվավ մեր կյանքերեն ով դեր,
Դուր որ հավատքով հարադև օրենով դեր քեզի հնազանդինք միանանք ոչ թե մեր կարողություններով դեր այլ քու շնորհքովդ այով դեր որևէ մեզ մեկ գադարյալ չէ բայց ցուն գուզես մեզ մեկ գադարյալ սրդեր գադարյալ նվիրում գադարյալ փափակով դեր ու քեզի սիրենք ճաշտենք հետևենք եւ միանանք ով դեր այսօր գաութեմ հարությունը եւ հարության դոնը բարձրապես հիշադակ մչլա բարձրապես բարեր չլան որ վարժված են հիշելու այլ իսկապես ով դեր լա նոր հանդիպումը հետդ նոր սկիզբ նոր կյանք որ իսկապես մեզ մեկը փխի քո աստվածային շնորհքներդ քո աստվածային ներկայություն քո աստվածային փառքը ով դեր այո Քրիստոս հարյավի մերելոց օրդինալ հարություն Քրիստոսի ասի ճշմարտությունն է ով դեր որ այսօր եւ ամեն օր գուզենք ապրիլ քո փառքից համար մեր հարյալ թագավորը ամեն Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց ամեն փառք իրեն հավդիա